Այսօր կխոսենք մի մթերքի մասին, որը ծանոթ է բոլորին, բայց իր մեջ թաքցնում է զարմանալի գաղտնիքներ։ Խոսքը հունական ընկույզի մասին է։ Մենք վերլուծել ենք տասնյակ հետազոտություններ և պատմական փաստեր, ձեզ ճշմարտությունը պատմելու համար։ Սկսենք պատմությունից։ Գիտեիք, որ ընկույզը ծառի վրա աճող ամենահին մթերքն է, որը հայտնի է մարդկությանը։ Մարդիկ այն ուտում են ավելի քան 9000 տարի։ Հին Հռոմում այն անվանում էին Յուպիտերի կաղին և համարում էին աստվածների կերակուր։ Բայց ահա առաջին անակնկալը։ Բուսաբանության տեսանկյունից սա ընդհանրապես ընկույզ չէ։ Սա կորիզապտուղ է, ճիշտ այնպես, ինչպես դեղցը կամ սալորը։ Այնինչ մենք ուտում ենք պտղի միջուկն է։ Ընկույզի շուրջ գոյություն ունի մի մեծ առասպել, որի պատճառով շատերը վախենում են դրանից։ Առասպելն ասում է. ընկույզից գիրանում են։ Մոռացեք դրա մասին։ Հետազոտությունները ապացուցել են հակառակը։ Ընկույզի մեջ պարունակվող ճարպերն ու սպիտակուցները հագեցածության ուժեղ զգացում են տալիս, ուստի դուք ավելի քիչ այլ սնունդ եք ուտում։ Ավելին, մեր օրգանիզմը չի յուրացնում ընկույզի բոլոր կալորիաները, իսկ դրա կանոնավոր օգտագործումը նույնիսկ օգնում է արագացնել նյութափոխանակությունը։ Երկրորդ առասպելն այն է, որ ընկույզը ծանր է լյարդի համար։ Սա սուտ է։ Հունական ընկույզը պարունակում է նյութեր, որոնք ընդհակառակը օգնում են լյարդին մաքրել օրգանիզմը տոքսիններից։ Իսկ թեթև դառնությունը վնասակարության նշան չէ, այլ ցույց է տալիս կեղևի մեջ հզոր հակաօքսիդանտների առկայությունը։ Բոլորը նկատում են, որ ընկույզի ձևը հիշեցնում է մարդու ուղեղը, եւ այստեղ բնությունը չի սխալվել։ Այն օմեգա 3 ճարպատթուների պարունակությամբ չեմպիոն է, ինչը իսկական վառելիք է մեր ուղեղի համար։ Բարելավում է հիշողությունը եւ մտավոր ունակությունները։ Բացի այդ, դրանք պարունակում են մելատոնին, ուստի երեկոյան մի բուռ ընկույզը կօգնի ձեզ ավելի լավ քնել։ Բայց կա մի սխալ, որը թույլ են տալիս գրեթե բոլորը։ Մենք ընկույզը պահում ենք սեղանի վրա, ամանի մեջ։ Դա չի կարելի անել։ Տաք պայմաններում օգտակար ճարպերը արագ օքսիդանում են եւ ընկույզը դառնում է դառը եւ վնասակար։ Հիշեք, եթե ցանկանում եք պահպանել օգտակար հատկությունները, պահեք ընկույզը սառնարանում կամ սառցախցիկում։ Ցուրտը նրա լավագույն ընկերն է։ Իսկ որքան պետք է ուտել։ Իդեալական չափաբաշինը օրական 30 գրամ է, մոտավորապես 7 ամբողջական միջուկ։ Սա բավական է սրտի եւ ուղեղի աշխատանքը պահպանելու եւ հիանալի մարզավիճակում մնալու համար։ Սնվեք ճիշտ եւ եղեք առողջ։